Դերասան և հաղորդավար Վահան Միրաքյանն իր սոցիալական էջերում անդրադարձել է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքին և հատկապես լրագրողների արձագանքին այդ դեպքի օրերին։ Վահանը կիսվել է համացանցում տարածված մի տեսանյութով ու գրել հետևյալը. «Լրագրողական էթիկետ, չէ, չենք լսել։ Առհասարակ, մահ և երեխա բառերը դժվար են համադրվում միմյանց հետ։ Լավ, վերջ ի վերջո, ինչ իմաստ ունի երեխային հարցնել մահացած ընկերոջ, համագյուղացու և երեխայի մասին։ Լրագրող բարեկամ, ամբողջ հասարակությունը պապանձված հետևում է էս սարսափելի նորությանը։ Ու՞ր է Տիգրանը։ Հիմա հարց. ի՞նչ տվեց սույն հարցադրումը ձեզ, երեխային և ձեզ հետևող մարդկանց։ Որևէ բացահայտում, լույս սփռվե՞ց։ Խնդրում եմ, մի պահ ձեզ դրեք ձեր դիմացինի կարգավիճակում, միգուցե էդ դեպքում բազում հարցերի պատասխաններ գտնեք առանց հարցադրումների», նշել էր դերասանը։ Մենք ներկայացնում ենք նաև հոլովակը։ Տես հիմա ուր ա։ Շայ կախինա։ Ճայքը ճղա, ճայքը հողոտ, աշկը բաց։ Տեսել ես դու։ Բա ինչ գիտես։ Եկել են տունը։ Ջեմի արա։ Բա ինչ գիտես։ Եկել են տունը լսելա։ Քննվել եք տեղական սոցիալական ծառայության բաժնի գործընկերների հետ այս ընտանիքում ապրող մյուս երեխաների վերաբերյալ կոնկրետ որոշում ներկայացնելու համար։ Այս մասին նոյեմբերի 3-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, խոսելով Ծափաթաղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մահվան հանգամանքների մասին։ Նշենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարը նախկինում հայտնել էր, որ նախնական տեղեկությունների համաձայն 3-ամյա Տիգրանը սպանվել է հոր կողմից, որը մահացել է խեղդամահ լինելուց։ Այդ պահին նախնական տեղեկությունների համաձայն 2 եղբայրներ դուրս են եկել տնից հանդիպել հոր հետ և նա խեղդամահ է արել երեխային։ Երեխայի հայրը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել ընտանեկան որոշակի ներքին հարցի համատեքստում։ Այս պահին ես չեմ կարող որևէ լրացուցիչ տեղեկություն տրամադրել, հայտարարել է Սարգսյանը։ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան գրառում է արել Գեղարքունիքի դեպքի վերաբերյալ։ Կարծում եմ բազմակողմանի քննությունը խիստ անհրաժեշտ է ու միանշանակ ու հուզական որոշում կայացնելը սխալ է։ Նոր կարդացի, որ մարզպետը նիստ է անում խնամակալության և ծնողական իրավունքից զրկելու մասով։ Շատ լավ։ Հասանք էնտեղ, որ երեխա է սպանվում ու մեկ էլ հոպ, բոլոր մարզերում կան նման անբարենպաստ ընտանիքներ ու սա, վստահ եմ, վերջին դեպքը չի ու ստեղ վազեվազ որոշում ներկայացնելով չի լինի։ Օրեր առաջ երեխայի հորաքույրը պատմում էր, որ 5-ամյա խոսք չունեցող եղբայրը, որը ականատեսն է զարհուրելի դեպքի, հարցին ի պատասխան ցույց է տալիս կոկորդը։ Հենց նույն օրը մարզպետը ինտերվյու է տալիս ու հայտնում, որ կառավարության նիստից է գալիս ու նիստից հետո իրենք էդ վարկածը քննարկել են ու չեն կարծում, որ նման բան եղած լինի։ Քննարկել եք ու հետո։ Դեպքի առաջին օրվանից ընտանիքի հետ պարտավոր էին աշխատել հոգեբաններ, արդյոք աշխատել են թե ոչ, իսկ ինչու։ Այսօր այդ նիստ կոչվածին պարտավոր էր լինել օրեր շարունակ ընտանիքի հետ աշխատած բազմամասնագիտական խմբի եզրակացությունը։ Կա՞ թե ոչ։ Չեմ բացառում, որ հայրը նման վայրագություն արած լինի, բայց այ մարդ, ձեր գյուղում որ կար նման անբարենպաստ ընտանիք, ինչու ոչինչ չէր արվում, որն էլ արժանացավ մի անմեղի կյանք։ Հիմա ինչ եք անում, հիմա էլի չուսումնասիրված ենթադրություններով զրկում եք, բա հետո։ Ինչ է լինելու երեխայից զրկված մոր հետ, աշխատանք տարվելու է նրա հետ, թե շոուն կավարտվի ու ամեն մեկը իր դարդերով, նշված էր գրության մեջ։ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը նոր մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են Ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քրոջն ու եղբայրներին տեղափոխել հով։ Որոշեցինք երեխաներին հենց այսօր տեղափոխել հով։ Մոր հետ զրուցեցինք, երեխաների հետ զրուցել ենք։ Մայրը մի քիչ հուզվեց, լացեց։ Ասացինք՝ ոչ, արի այսօր տեղափոխենք, ասել էր Գալոյանը։ Նա հայտնել է նաև տեղի ունեցածից հետո սպանված փոքրիկի մայրը որոշել է լքել համայնքը։ Մայրը որոշել է այդ համայնքից դուրս գալ,
գնալ իր հորական տուն։ Ասացինք, որ քո խիղճն էլ հանգիստ կլինի, քո ուղեկցությամբ կտանենք երեխաներին, քո ձեռքով կտեղավորես նրանց, հետ կգաս քո տուն։ Գալոյանը հայտնեց, հիմա ճանապարհին են, երեխաներին արդեն տանում են։ Պարոն Գալոյանը զրույցի ընթացքում խոսել է նաև երեխաների մասին, նշելով հետևյալը. «Դե մի երեխան հաշմանդամ էր, բացարձակ չէր զգում, էն չխոսող երեխան, որ Տիգրանի հետ էր, սառած նայում էր, չէր խոսում, մեծ աղջիկն էր խոսում։ Ասացինք եղբայրներիդ էլ ուշադիր կլինես։ Պետք էր, որ երեխաներն այդ միջավայրից դուրս գային։ Երեխաների հետ աշխատանք կտարվի Հոֆում, այդ չխոսող երեխայի հետ այնքան էլ շատ աշխատանք չեն տարել։ Կարող է հիմա մի քիչ աշխատանք տանեն, արդեն բառեր ասի»։ Մորն ասացինք, ինչ եք որոշել անել, ասում էր չեմ ուզում տանեն, թող երեխաներս մոտս մնան, 4 երեխա ունի, մենք ասացինք քո ցանկությունն է, դու ես որոշում, բայց այս պահին այդ երեխաները այս միջավայրում պետք չէ որ մնան, թող գնան 1 ամսով, 10 օրով, 1 շաբաթով, բայց գնան, հիմնականում կտանենք Հով, ասաց Գալոյանը։ Նա հավելեց, թե երեխաների մայրը ադեկվատ էր, իրենց բոլոր հարցերին նորմալ պատասխանել ու արձագանքել է։ Գալոյանը սպանված 3-ամյա Տիգրանի մորից հետաքրքրվել է նաև երեխային սպանելու պատճառը, ինչը կարող էր լինել։ Կոնֆլիկտ, վեճ, նախորդել է դեպքին։ Հստակ պատասխան չի ստացել։ Չեմ իմանում, նախաքննություն է գնում, շշմել ենք։ Ճիշտ է, մի քիչ կենցաղավարություն չկար այդ տան մեջ, մի քիչ փնթի վիճակ է, բայց մանկապարտեզի դպրոցի տնօրեններն ասում են՝ միշտ հագած կապած։ Կուշտ ու պատրաստված երեխաները եկել են դպրոց ու մանկապարտեզ, էդ ինչ նկարագրում են, չէ, սուտ է, իրենք կուշտ ընտանիք են, նշել է մարզպետարանի ներկայացուցիչ Գալոյանը։ Քննադատություններին, որ եթե սոցիալական աշխատողները ժամանակին աշխատեին ընտանիքի հետ, դեպքը տեղի չէր ունենա, Գալոյանը արձագանքեց. իրենք պարբերաբար տունայց են արել, բա ոնց, էս ընտանիքը նպաստ է ստացել, կարգի գնահատում են պարբերաբար արել, նշել էր նա։ Հետախույզ լրատվականի բացառիկ տեղեկություններով փոքրիկ Տիգրանին հայրը խեղդամահ է արել, քանի որ կասկածել է, որ Տիգրանի բիոլոգիական հայրը այլ տղամարդ է։ Կնոջ հետ տանը սուր վեճից հետո մյուս որդու ներկայությամբ խեղդամահ է արել Տիգրանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքի բնակիչ 3-ամյա Տիգրան Օգանեսովին խեղդամահ է արել սեփական հայրը։ Տիգրանի եղբայրների մտքում տան մեծերի զրույցներն են պտտվում։ Տիգրանի ձեռքերը պատառոտված էր ու հողոտ աչքերը բաց էին, պատմում է Տիգրանի փոքր եղբայրներից մեկը։ Տղան միայն ասում է, որ վաղը Տիգրանի թաղումն է, բայց թե ինչ է թաղումը չգիտի, մեծերից է այդպես լսել։ Սա հրապարակվել էր դեռ 3, իսկ այսօր հանրությունը վերջին հրաժեշտը տվեց Տիգրանին, նա դարձավ հրեշտակ, իսկ նրա հայրը անպայման իր պատիժը դեռ ստանալու է։